Իդեպ Բաքվի դատարանը ՑՄ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի արժանախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ԱԳՆԽարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Մադաթ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը 19 տարի ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալլահվերդյանը 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Վասիլի Բեգլարյանը 15 տարվա ազատազրկման։ Հատկանշական է, որ այս իրողությունից ընդամենը 1 օր առաջ Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են խաղաղության համար Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի։ Կարելի է հարցնել, ուր է այդ խաղաղության պայմանագիրը, ուր է եղբայրությունը։ Իհարկե, Փաշինյանն Ալիևի համար արել է ավելին, քան եղբայրը եղբոր համար կաներ, բայց իրականում արդյոք Արցախի ու Հայաստանի հետ կատարվածը արժանի է նման մրցանակի։ Այդ մրցանակի ստացման հենց հաջորդ օրը Բաքվում հայ գերիների նկատմամբ նման պատժամիջոցները, կարծում ենք, հենց վկայությունն են խաղաղության մտադրության բացակայության։ Ալիևի քայլը, կարծում ենք, պարզ մեսիջ էր։ Պայմանագրի բացակայությամբ, գերիներով եւ հանձնված տարածքներով խաղաղություն չի լինում։ Լինում է միայն զինադադար, պայմանավորված մեկ մարդու տրամադրությամբ եւ ցանկությամբ։